Բարդուղիմեոս Առաքյալը Հայաստանից առաջ քարոզություն է իրականացրել Պարթևստանի տարածքում եւ նույնիսկ հասել է մինչեւ Հնդկաստանի սահմաններ։ Այս առումով նա ուներ նաեւ այլազգի հետևորդներ, Բարդուղիմեոսի մասին պատահական չէ, որ ոչ միայն հայկական ավանդությունն է պահպանել տեղեկություններ եւ հայկական հայսմավուրկներում օրինակ կան նրա մասին տեղեկություններ, նաեւ լատինական եւ ասորական տեքստեր են պահպանվել։ Եվ ներկայացվում է այն, որ Բարդուղիմեոսը ավելի ուշ է եկել, քան Թադեոսի գործունեության սկզբնական շրջաններ, բայց մի որոշ ժամանակահատված զուգահեռաբար են նրանք գործել եւ նրանք նույնիսկ հանդիպել են փաստորեն Այրարատում Հայաստանի կենտրոնում այս վայրում եւ այս հանդիպումը իհարկե շատ հետաքրքիր դրվագ է առաքելական քարոզության շրջանում։ Բարդուղիմեոսի քարոզության մեջ մենք պետք է աշխարհագրությունը եթե դիտարկենք, տեսնենք հետաքրքիր հանգամանք։ Նա լինում է Սյունիքում, լինում է Գողթն գավառում նաև, որ Վասպուրական նահանգի կազմում էր եւ այստեղ եպիսկոպոս է նույնիսկ կարգում։ Եվ ստացվում է, որ մենք ունենք մի քանի եպիսկոպոսական աթոռ այդ շրջանից, մեկը Եդեսիայում է, մեկը Արտազում է եւ խնդրեմ արդեն եւս մեկ եպիսկոպոսություն Գողթնի տարածքում է։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։